Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-յա, հետո Հանրապետականը, Փույա, հետո էլի Բայց ձեր ԲՀԿ-յա։ թիմում էլ հայտնվում են մարդիկ, ովքեր կուսակցություններ են փոխել։ Կան նմանատիպ դեպքեր իհարկե։ 2020 թվականին սկսվել է Արցախյան պատերազմը եւ արդյունքում հիմա Արցախը հայկական չէ։ Որն է երաշխիքը, որ այս ընտրությունից հետո եւս նոր պատերազմ չի սպասվի։ Նախաստորագրված խաղաղության պայմանագիրը դրա հիմնական հիմքն է։ Որն է տարբերությունը Զանգեզուրի միջանցքի եւ Թրիպի։ Տարբերությունը բացարձակապես Միջանցք բառի մեջ է։ Հստակ հուշում եմ, որ մենք պետք է ընտրենք կամ Եվրամիություն կամ Ռուսաստանի Դաշնություն, բայց Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նշում է, որ մենք կշարունակենք երկուսի հետ էլ համագործակցել այնքան, քանի դեռ հնարավոր է։ Երբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ։ Բայց ով ասում որ հնարավոր չէ։ Քանի տոկոսի սպասելիք ունեք։ Շեշտը դրացա 60+% հավաքելու համար։ Գյումրեցիները այն ընտրությունը, որը որ կատարել են թիմ ընտրությունների ժամանակ, իրենց ընտրության սխալը այնուամենայնիվ զգացել են։ Որքան է պետք գալու քաղաքացիական պայմանագրին, որպեսզի Գյումրիում ունենա իր սերտի քաղաքապետը եւ կառավարի։ Ապագայում նաեւ լուծելու է Գյումրիի իշխանությունների հարցը։ Խաղաղվել է նաեւ իշխանություն եկեղեցի բախումը։ Սա հարատև հաշտություն է։ Տրամաբանական չէր լինի, որ մի քանի հատ գործընթաց մենք հիմա խառնենք իրար եւ մեր ուժերը, այսպես ասած, բաշխենք։ Ընթանում է 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը եւ 19 ուժերից յուրաքանչյուրը վստահեցնում է, որ հենց ինքը կարող է հանել Հայաստանի Հանրապետությունը այս ճգնաժամից։ Այսօր տաղավարում զրուցելու են քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ եւ ազգային ժողովի падգամավորի տեխնացու Վիլեն Գաբրիելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գաբրիելյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Գաբրիելյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիրը հաճախ խոսում է այն մասին, մասնավորապես քարոզարշավի ընթացքում, որ եթե ցանկանում են խաղաղություն, ապա պետք է ընտրել հենց ձեզ։ Բայց եթե նայենք 4 փաստով, ապա 18 թվականի ընտրություններից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է քաղաքացիական պայմանագիրը, 2020 թվականին սկսվել է Արցախյան պատերազմը եւ արդյունքում հիմա Արցախը հայկական չէ։ Որն է երաշխիքը, որ այս ընտրությունից հետո եւս նոր պատերազմ չի սպասվի։ Շնորհակալ եմ ձեր հարցի համար, բայց մինչև ձեր հարցին պատասխանելը ես նախևառաջ կուզեմ անդրադառնալ ձեր նախաբանում ասած ճգնաժամ բանը եւ բառը եւ 19 կուսակցությունները։ Փաստացի ճգնաժամ ենթադրյալ 18 կուսակցությունն են ուզում Հայաստանի Հանրապետությունը ճգնաժամից հանեն, որը որ իրանք են պատկերացնում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի համարում, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ճգնաժամի մեջ է գտնվում։ Բոլորովին հակառակը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը համարում է, որ Հայաստանի Հանրապետության համար ներկայումս կա մեծ հնարավորություն ապրել խաղաղ, որպեսզի իր ժողովուրդը ապրի բարեկեցիկ, երջանիկ եւ անվտանգ կյանքով։ Ինչ վերաբերվում է ապագա ընտրություններից հետո երաշխիքների մասին, թե պատերազմ չի լինելու, նախևառաջ հիմնական երաշխիքը այն է, որ անցած տարվա օգոստոսի 8-ից նախաստորագրված խաղաղության պայմանագիրը դրա հիմնական հիմքն է եւ այդ թվում նաեւ այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում, վերջին ամիսների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի շփման գծումը որևիցե զինվոր կրակոցից չի մահացել, չի զոհվել եւ դրանք են հիմնական երաշխիքները։ Ինչ վերաբերվում է 18 թվականից հետո ձեր մատնանշած Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի մասով, այնուամենայնիվ պետք է ֆիքսենք, որ այդ պատերազմը տեղի է ունեցել բացառապես այն շրջանակում, երբ որ աշխարհակահաղական ուժային կենտրոնները այդ պատերազմի շրջանակում ունեցել են իրար համաձայնությունը եւ ըստ երևույթի Ադրբեջանի Հանրապետությունը տվել են որոշակի ինդուլգենցիա այդ պատերազմը սանձազերծել։ Նաեւ երաշխիք ասելով ընտրություններից հետո հենց այս թեմային էր վերաբերում, որովհետեւ երբ խոսում ենք արտաքին քաղաքականության մասին, հիմա շատ հաճախ ընդդիմությունը խոսում է այն մասին, որ Եվրոպա դեպի Եվրամիություն շարժվող Հայաստանի կուրսը այդքան էլ ճիշտ չի, եւ մյուս կողմից էլ տեսնում ենք Ռուսաստանի Դաշնությունից տարբեր քաղաքական գործիչների, ինչպես նաեւ ԶԼՄ ներկայացուցիչների դեմքով ու նաեւ այս վերջերս նաեւ տնտեսական արժակատումների մասով եթե նայենք, ապա հստակ հուշում եմ, որ մենք պետք է ընտրենք կամ Եվրամիություն կամ Ռուսաստանի Դաշնություն, բայց Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ նշում է, որ մենք կշարունակենք
երկուսի հետ էլ համագործակցել այնքան, քանի դեռ հնարավոր է։ Երբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ։ Բայց ով ասում որ հնարավոր չէ։ Եթե ընդդիմությունը ասում է որ այս մի բանը ճիշտ չի, դա դեռ չի նշանակում որ այդ մի բանը ճիշտ չի։ Ըստ էության ներկայումս, այդ թվում նաև Եվրոմիության հետ մեր համագործակցությունը եւ հարաբերությունների սերտացումը, որովհետեւ բացասական ազդեցություն գլոբալ առումով Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ, որովհետեւ երբ որ խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, այդ թվում նաև պետք է ֆիքսենք, որ դա մենակ Ռուսաստանի Դաշնությունը չի, էլի, այնտեղ այլ երկրներ կան եւ այնուամենայնիվ համագործակցում ենք եւ այդ թվում նաև տնտեսական առումով ներկայումս ինչ տեղի է ունենում, մասնավորապես վերջի 2 օրերի ընթացքում այն սիգնալները, այսպես ասած, որոնք որ գալիս են եւ այն որոշումները, որոնք որ Ռուսաստանի Դաշնության նույն կայացվում են մասնավորապես հայկական ապրանքների հետ կապված, ես չեմ կարծում, որ դա իհարկե նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների էլ ավելի բարելավանի, իհարկե այդտեղ խնդիրներ կան, բայց կարծում եմ այդ խնդիրները միանշանակ լուծվող են եւ այդ թվում նաեւ չեմ կարծում, որ դա ճիշտ է նախընտրական շրջանում նմանատիպ գործելավոճը, որովհետեւ ինձ համար միանշանակ է, որ նմանատիպ գործելավոճը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության ժողովրդին ել ավելի շատ կոնսոլիդացնելու է Հայաստանի Հանրապետության շահերի շուրջ։ Հայաստանի Հանրապետության շահերի մասին խոսելուց այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայտ է ներկայացրել մարդ Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, ում ներկայացնում են ընդդիմության, այսպես ասած ավակներից մեկը, ով պետք է ղեկավարի ընդդիմության շարժումը եւ նաեւ եթե անցնեն ազգային ժողով, թիվ 1 ձեր այսպես ասած ընդդիմությունը կամ իրենց վստահեցմամբ իրենց եթե լսեք իրանք արդեն իսկ ընտրված են, բայց հենց այս վստահությունը ինչի է մեզ մասին խոսում, որովհետեւ այս վստահությունը բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում քաղաքացիական պայմանագրի մոտ կա։ Ես հենց դա եմ ուզում հարցնել, այ հիմա դուք հաճախ հանդիպում եք քաղաքացիների հետ, մենք էլ ու եթերով այդ ամեն ինչին հետևում ենք եւ կարծիքները եւ արձագանքները ամեն դեպքում տարբեր են։ Ինչպիսին է ըստ ձեզ մոտեցումը եւ ըստ վիճակագրական տվյալների, որը նաեւ 3 հրապարակվեց, որքանով է իրատեսական եւ դուք այս անգամ քանի տոկոսի սպասելիք ունեք։ Մենք միանշանակ աշխատում ենք բացարձակ սահմանադրական մեծամասնություն ստանալու վրա, որը որ ըստ էության, եթե տոկոսային հարաբերությամբ ասենք, մեր շեշտը դրացա 60+% հավաքելու համար վստահության քվեների, մեր քաղաքական մրցակիցները պարզად է պետք է մեկը ասի արդեն ընտրված վարչապետ եմ 15 օր մնացել, մեկը պետք է ասի, որ իրանից ուժեղ չկա, բայց կա ռեալ իրականությունն է, կարամ շատ պարզ ձեզ համար նկարագրեմ, փաստը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության կառավարող ուժը ներկայումս քաղաքացիական պայմանագիրը սիրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սիրում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այդ սերը ըստ էության մեծամասնության կողմից փոխադարձավ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերջին 8 տարում շատ հստակ տեսել են, թե կառավարող ուժը ինչպես է աշխատում, ինչի համար է աշխատում եւ ինչ օգուտներ ունի դրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որտեղ կրկնվում է մեզ համար առաջնայինը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցությունն է, անվտանգությունն է եւ ապահով ապրելն է։ Եվ քիչ առաջ ձեր խոսքում նշեցիք, որ վերջին արդեն տևական ժամանակաշրջանում չունենք զինվորների այսպես ասած վիրավորումներ կամ զոհեր սահմանին, բայց ընդդիմությունն էլ ասում է, որ այս խաղաղությունը շատ փխրուն է եւ Ադրբեջանը այնուամենայնիվ սպասում է ձեր վերընտրվելուն, որպեսզի այդ անկլավային հողերի առուծախը, ինչպես իրենք հենց ձևակերպում տեղի ունենա։ Ինչի մասին է սա եւ արդյոք սա ապատերկատվություն է կամ սադրում է։ Ես մի քիչ հակառակ կողմից ձեզ ասեմ, էլի, մեր ընդդիմությունը մեզ մեղադրում է նրա մեջ, ճակերտավոր ասած, որ մենք ինչ-որ խաղաղություն ենք խնդրել կամ չգիտեմ, ավելի կոշտ բառապաշարով են ասում, որ օրինակ խաղաղության բառին է հետո առանձնահատուկ կանրադառնամ որպես քաղաքական օրակարգ, բայց եթե Ադրբեջանի իշխանությունները այս կամ այն բաները պետք է Հայաստանի Հանրապետության իշխանություններին պարտադրեն եւ եթե ճակերտավոր ասած ենթադրաբար մեր ընդդիմությունը մեզ մեղադրում է նրա մեջ որ մենք թույլ ենք, ապա ինչու՞ մինչեւ այսօրս չի արել արդեն այն ամենը ինչ որ ըստ էության
մեր ընդդիմադիրները ասելով մտնում Ադրբեջանի իշխանությունների օրակարգի մեջ։ Ինչ վերաբերվում է հենց խաղաղության բառին, ես ձեզ ուզում եմ մի կարևոր բան ասեմ, ինչու համար եմ ասում, որ մենք մեր քաղաքացիներին եւ մեր ժողովրդին սիրում ենք եւ այդ սերը փոխադարձա, որովհետեւ քաղաքական առումով խաղաղությունը դա այնպես չի, որ քաղաքացիական պայմանագիրը եկել է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում է, որ քաղաքական օրակարգը խաղաղությունն է։ Քանի որ այնուամենայնիվ բոլոր մեր քաղաքական մրցակիցներից մենք քաղաքականությունից շատ ավելի լավ ենք հասկանում եւ այդ թվում շատ ավելի լավ ենք ճանաչում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այդ պահանջարկը եղել է մեր ժողովրդին sense խաղաղության օրակարգը ձևակերպումը եկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եւ դա բնական է, որովհետեւ քաղաքական օրակարգերը այդպես են ձևավորվում, հասարակությունը ձևավորում է օրակարգ, տալիս է իշխանություններին, որպեսզի իշխանությունները այդ օրակարգը իրագործեն։ Եթե այդ թվում նաև ինչու եմ դա պնդում, որ դա մեր օրակարգն է հիմնական ձևավորված քաղաքացիների կողմից, եթե ուշադիր եք եղել, ապա կտեսնեք, որ սկզբից այդ խաղաղության օրակարգին ընդդիմադիրները այնպես չի, որ տենց դրական էին անդրադառնում, բայց փաստը կայանում է նրանում, որ հիմա բոլոր ընդդիմադիրները խոսում են խաղաղության մասին, բայց հետը մի տարբեր ձևակերպումով, մեկ ասում է երաշխավորված, մեկ ասում է արժանապատիվ, բայց դրանք ըստ էության այդ ավելացումը խաղաղության բառին եւ բառակապակցություն դա դարձնելը տեղին չէ, որովհետեւ խաղաղությունը կամ լինում է կամ չի լինում, ինքը մի ձևի է։ Ընդդիմությունը երաշխիք ասելով, օրինակ երաշխավոր տեսնում է Ռուսաստանի Դաշնությանը խաղաղության որպես երաշխավոր հայ Ադրբեջանի հետ։ Այս տեմպերով մենք շուտով ունենալու ենք TRIP, որը նախաստորագրվեց, եւ եթե մենք բացառում ենք երրորդ երկրի ներգրավվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում, բայց TRIP-ը ենթադրենք վերահսկվելու է ԱՄՆ-ի զորքերի կողմից կամ առավել եւս չենթադրենք, որ վերահսկվելու է ԱՄՆ-ի զորքերի կողմից, որտեղ տես առանց ենթադրելու օրինակ ընդդիմությունը ասում է, որ եթե ՆԱՏՕ-ի զորքն է օրինակ վերահսկելու, ՆԱՏՕ-ի զորք տարածաշրջանում ենթադրենք Թուրքիան է։ Մասին խոսած է ընդհանրապես, այդ տենց ինչ որ անհասկանալի օրակարգ է, որի մասին խոսք չկա, այդ TRIP-ը հսկելու են եւ հսկվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից եւ ինչ վերաբերվում է երաշխավորի մասով, նախ եւ առաջ խաղաղության հիմնական երաշխավորը դա Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է եւ Հայաստանի Հանրապետության պետական համակարգն է, որը որ պետքա գործի շատ հստակ եւ որը պետքա լինի հնարավորինս կատարյալ բառը չասեմ, բայց ներկայիս ժամանակահատվածին հնարավորինս արդյունավետ ինչ վերաբերվում է երրորդ երկրների կամ չորրորդ երկրների կամ մի քանի երկրի երաշխավորությանը ըստ էության մյուս կողմից էլ երբ որ ասում են մեր ընդդիմադիրները որ պարտադիր պետք է երաշխավոր լինի աշխարհում նույն տրամաբանության բազմաթիվ օրինակներ կա երբ որ կա եղել են երաշխավորներ բայց այնուամենայնիվ կոնֆլիկտները նորից սկսել են կամ շարունակվել են այստեղ առաջնայինը մնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների բարելավումը Եվ շատ հաճախ մատուցվում է, որ TRIP-ը նույն Զանգեզուրի միջանցքն է ուղղակի անվանափոխությամբ, որպեսզի խոճապ չլինի։ Որն է տարբերությունը Զանգեզուրի միջանցքի եւ TRIP-ի։ Տարբերությունը բացարձակապես միջանցք բառի մեջ է, որովհետեւ դա ենթադրում է կոնկրետ մի բան։ Դա ենթադրում է միջանցքը ենթադրում է, որ տվյալ պարագայում, որ դու քո տարածքից տարածք ես տրամադրում երրորդ երկրին, իսկ այս պարագայում նմանատիպ բան գոյություն չունի եւ TRIP-ը ուղի է իր շատ հստակ անունով եւ շատ հստակ նպատակով, որը որ Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում նաեւ երևի թե կարելի ասել որոշակի առումով առաջին անգամ նաեւ հնարավորություն է աշխարհի քարտեզի վրա որպես պետություն գտնել իր դերը եւ առաքելությունը Շատ լավ եւ խոսում ենք նաեւ խաղաղության մասին, արտաքին խաղաղության մասին, այս դեպքում ներքին քաղաքական դաշտը այդքան էլ խաղաղ չէ։ Վերընտրվելու դեպքում ինչ է կանելու, որ ներքին քաղաքական դաշտը ի վերջո խաղաղվի, որովհետեւ կար ժամանակ եւ բաժանվեց սևերի ու սպիտակների, իսկ հիմա նախկիններ, ներկաներ ու դա դեռ շարունակվում է։ Ինչպես պետք է այս ամեն ինչը կանխվի, որովհետև դուք օրինակ ասում եք, որ նաև ընդդիմադիր հասարակության պատասխանատուն եք, ընդդիմությունը եւս ասում է, որ քաղաքացիական պայմանագրին աջակցող հասարակությանը եւս տեր է կանգնելու այն դեպքում, երբ ինքը վերցնի իշխանությունը։ Ինչ վերաբերում է սևերի սպիտակների եւ նախկիների
խոսույթին անձամբ ինձ համար այդ խոսույթը իրականում ինքը շատ անարդյունավետ է, բայց դա կա լուրջ խնդիր, երբ որ դուք ասում եք, որ խոսում ենք խաղաղության մասին, բայց Հայաստանն ու ներքին որոշակի առումով եթե ճիշտ եմ հիշում ձևակերպեցիք ոչ խաղաղ խաղաղ ներքին քաղաքական դաշտ ոչ խաղաղ ներքին քաղաքական դաշտ է, դա Հայաստանի Հանրապետության համար իրականում բավականին լուրջ խնդրեմ է, որովհետև շատ լուրջ խնդիր է, երբ որ դու վարում ես պատերազմ, բայց քո երկրի ներսում քաղաքական ուժերը որոշում են, որ պետք է իրագործեն ինչ-որ քաղաքական գործընթացներ, եւ մասնավորապես դա լրջագույն խնդիր է եղել Հայաստանի Հանրապետության համար նոյեմբերի 9-ից հետո, երբ որ քաղաքական ուժերը որոշել են, որ պետք է քաղաքական գործընթացներ վարեն այն պարագայում եւ ըստ էության, որքան էլ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը արդեն ստորագրված էր գոյություն ուներ, բայց յուրաքանչյուր հաջորդ վարքյան դու կարար ունենար կոնֆլիկտի շարունակություն, ինչ վերաբերում է ներքին քաղաքական դաշտին, ապա ներքին քաղաքական դաշտը պետք է տանել առողջացման ճանապարհով եւ այն բոլոր ակտորները, որոնք որ իսկապես հանդիսանում են նախկին, պետք է այլևս Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն չունենան զբաղվել քաղաքականությամբ, այդ դաշտը պետք է բացել նոր մարդկանց համար, ազնիվ մարդկանց համար, սկզբունքային մարդկանց համար Այս միտքը բավականին երկար չի լսել այո, բավականին երկար լսել է Տիմ ընտրությունների ժամանակ Գյումրիում եւս այդ նախերգանքը կար, որ նախկինները ներկաներ այդ դեպքում, եթե նախկինները բոլորը կոռուպցիոներներ էին եւ Վարդան Ղուկասյանը օրինակ այս պահին փակի տակ է հենց ոնց որ թե չէ կոռուպցիոներներ էին այո բայց եթե օրինակ դա փաստ է ինչի եք սպասում որ լինի տիմ ընտրություն հաղթի այդ ուժը հետո պայքարեք նրա դեմ եթե կա օրենքի խախտում ճիշտ չէ ավելի շուտ օրինակ քայլեր ձեռնարկել քան օրինակ հետո այդ մենք այդ սենց ասեմ դες այ որոշակի առումով գուցե քաղաքական առումով պատասխանատուն մենք ենք բայց հիմնականում դա իրավապահ համակարգի գործն է այդ տեսանկյունից մեր իրավապահ համակարգը միանշանակ իր աշխատանքը շատ ունի դեռ բարելավելու որպեսզի մենք տենց դեպքեր իրականում ունենում ենք երբ որ քաղաքական գործընթացները համընկնում են իրավապահ համակարգի գործառույթների հետ, բայց կարծում եմ իրավապահ համակարգը պետքա գործի շատ ավելի շիտակ այդ տեսանկյունից, ինչ վերաբերվում է Գյումրվա օրինակ ձեր ասած ընտրություններին, ես կարծում եմ գյումրեցիները այն ընտրությունը, որը որ կատարել են թիմ ընտրությունների ժամանակ, իրենց ընտրության սխալը այնուամենայնիվ զգացել են, որովհետև օրինակ ես այսօր էլի շրջել եմ Գյումրիում անի թաղամասում, եթե չեմ սխալվում, ինքը կոչվում է նաև 58 հա կոչվում եւ այն ամենապարզ բանն եմ ասում, ասենք ոնց կարելի է տենց վերաբերվել սեփական քաղաքին եւ ստեղ հարցը ամենավին քաղաքական չի, ստեղ հարցը ինչի էլի դու ԿՊ-ից ես, դու հանրապետական ես կամ դու բարգավաճ ես, սուտ մարդկային վերաբերմունքա քո քաղաքի բնակիչների վերաբերյալ նմանատիպ գեղեցիկ կոլորիտով քաղաքը ոնց կարելի է այս իրավիճակում թողնել, էլի եմ ասում, պարզ բան ասֆալտը ասենք, այդ ինչ խնդիր է, որ տասնյակ տարիներ շարունակ այդ խնդիրը քաղաքային իշխանությունները չեն կարողանում լուծել։ Հենց հաջորդ հարցս այդ մասին է, շատ սաղում մենք հասանք այս հարցին, որովհետև նշեցիք, որ Գյումրեցին վերջապես երևի թե զգաց իր ընտրության սխալը, բայց օրինակ 2021 թվականին, երբ Գյումրեցին ընտրել էր ՑԵԶ եւ Սամվել Պալասանյան Թաշինքին, ու կար հուշագիր ծեր եւ նրանց միջև քաղաքը անցնցում կառավարելու երկու ուժերի մենք իհարկե հստակ պայմանները չգիտենք, դուք ավելի լավ կիմանաք, բայց համենայն դեպս 2021 թվականին Գյումրու թիմ դաշտը ցնցվեց եւ կառավարման ճգնաժամի եզրույթը հենց այդ ժամանակ դաշնետվեց, որովհետև հենց դրանից հետո ես լրագրող եմ եւ այդ ամբողջ process-ները լուսաբանելու ընթացքում մենք անթիվ անհամար ժամանակներ ենք հիշում, երբ խոսում ենք, որ նույն անի թաղամասի ասֆալտապատումը մեկնարկում է հաջորդ տարի։ Հաջորդ տարին 21-ից հասել է 26։ Որքան է պետք գալու քաղաքացիական պայմանագրին, որպեսզի Գյումրիում ունենա իր սերտի քաղաքապետը եւ կառավարի։ Նախ եւ առաջ ես կուզեմ ասել, որ գյումրեցիները այդ թիմ ընտրություններում նաեւ ես վստահ եմ որ համոզվել են որ իրենց ընտրությունը ճիշտ չի եղել այն դեպքում երբ որ փաստացի նախորդ դեպքում է ճիշտ չի եղել իրականում ձեր մատնանշած որտեվ միանշանակ քաղաքացիական պայմանագիրը որպես քաղաքական ուժ
պետք է Գյումրիում ստանա բացարձակ մեծամասնություն, որպեսզի միայնակ ղեկավարի քաղաքը, չէ, չգրված օրենք չէ, ձեզ քաղաքական ձևակերպում եմ տալի, որովհետև փաստացի գյումրեցիները ցավոք սրտի նաև ընտրել են ոչ միայն, էլի եմ ասում, ոչ միայն մարդկային խնդիր կա, դու չես կարող քո քաղաքի բնակիչների նմանատիպ ձևով վերաբերվես, այդ թվում նաև ընտրել են կրիմինալը, ինչ որ շատ վատ է, ոչ միայն կոռուպցիոներներին են ընտրել, այդ թվում նաև ընտրել է կրիմինալը։ Ինչ վերաբերվում է ապագային, ապա քաղաքացիական պայմանագիրը ես գրեթե կասկած չունեմ, որ մեր քաղաքացիների կողմից ոչ միայն Գյումրվա, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունից ստանալու է, ինչպես ասեցի, բացարձակ սահմանադրական մեծամասնության հնարավորություն եւ ապագայում նաեւ լուծելու է Գյումրու իշխանությունների հարցը, որովհետեւ այս քաղաքը չի կարող այս վիճակում դիտեն ներկայիս իշխանությունը սպառնալիք իհարկե սպառնալիք չի կամ քաղաքական վենդետա ոչ քաղաքական վենդետա դա ուղղակի ես կարծում եմ դա Գյումրվա բնակիչների բնական պահանջն է, որտեղ ես ձեզ էլի եմ ասում, պարզ բան եմ ասում, ասենք այն ինչ որ տեսել եմ այսօր այդ թաղամասում, ես չեմ կարծում, որ այդ թաղամասում կա մի հատ այս բնակիչ, որի դուրը կարա գա իր թաղի նմանատիպ վիճակը։ Ես այդ թաղամասից եմ վստահեցնում եմ ինձ դուր չի գալիս, բայց ասում եմ, ոնց կարա քաղաքային իշխանությունը տենց վերաբերվի իր բնակիչներին, էլի։ Դա էլի եմ ասում Հիմա քաղաքականը մի կողմի վրա դրած, դա զուտ անմարդկային վերաբերմունք է մարդկանց հանդեպ։ Խոստանում եք նաև հա Գյումրիի թիմումը ոնց որ նոր դասավորություններ ունենալ ձեր վերընտրվելուց հետո, բայց հիմա տեսնում ենք խաղաղվել է նաև իշխանություն եկեղեցի բախումը։ Սա հարատև հաշտություն է, թե ամեն դեպքում վերընտրվելուց հետո շարունակելու եք, ինչպես դուք եք ասում, վերամաքրել հա բուժել եկեղեցին։ Դե նախ միջև խոստանալու տեսանկյունից ձեզ ուզում ասեմ, ես ոչ միայն ձեզ խոստանում եմ, ձեզ նաև վստահեցնում եմ, որ այնուամենայնիվ Գյումրիում ի վերջո լինելու է այն քաղաքային իշխանությունը, որը առաջնային զուտ մարդկային վերաբերմունք է ցուցաբերելու իր բնակիչների հանդեպ եւ Գյումրին այս իր գեղեցիկ կոլորիտով, այս իր մթնոլորտով լինելու է այն քաղաքը, որը որ պետքա լինի Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք։ Ինչ վերաբերվում է եկեղեցու հետ փոխհարաբերությունների մասով, եկեղեցու հետ փոխհարաբերությունները այնուամենայնիվ, քանի որ եկեղեցին անջատ ինստիտուտ է պետությունից, խնդիրները լուծելը այդքան էլ չասեմ հեշտ չի, բայց իրանք պահանջում են հետևողականություն եւ ժամանակ եւ այդ թվում նաեւ տրամաբանական չէր լինի, որ մի քանի հատ գործընթաց մենք հիմա խառնենք իրար եւ մեր ուժերը, այսպես ասած, բաշխենք, ներկայումս քաղաքական գործընթացը տեղի ունենում նախընտրական, որտեղ որ մենք ունենք հստակ նպատակ եւ հստակ անելիք, այդ նպատակը երբ որ հասնենք, արդեն կվերադառնանք այլ օրակարգերի, որոնք որ իրագործում ենք։ Շատ լավ, իսկ մեր հարցազրույցի վերջին օրակարգում բլից հարցերն են, որոնք ուղղելու եմ ձեզ։ Ես բաթա որ տենց կարճ է իրականում, ես էլի կուզեի ձեր թիմին անդրադառնալ, որտեղ ինքը բավականին հետաքրքիր է ձեր թիմ դասավորությունները, այդ թվում նաև ազգային ժողովի ընտրությունների շրջանակում, որտեղ իհարկե Գյումրիից դուրս գլոբալ ոնց որ հետևում ես գործընթացներին, բայց որ գալիս ես Գյումրի, օրինակ տենում ես, որ մի մարդ 3 հատ կուսակցություն է փոխվում, մեկը ստեղից է գնում, ասենք նույն Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-յա, հետո Հանրապետականը, ՊՈՒ-յա, հետո էլի ԲՀԿ-յա։ Բայց ձեր թիմում էլ հայտնվում են մարդիկ, ովքեր կուսակցություններ են փոխել։ Մեր թիմում կան իհարկե, օրինակ պրայմերիզի ժամանակ Սարիկ Մինասյանին նշում են Լուսավոր Հայաստան, հետո ասեցին Հանրապետական կուսակցություն չնայած կան նմանատիպ դեպքեր իհարկե, բայց այնուամենայնիվ մեր թիմի դեպքերը արժանապատվային առումով եւ գաղափարների առումով իրար համընկնում են, այնպես չի, որտեվ ինձ համար հասկանալի չէ այդ կուսակցական ստեղից ընդ ու մենակ ճիշտ ասած պարոն Գրիգորյանի անունը տվեցի, բայց ոնց հասկացա էլի տենց դեպքեր կան, էլի ներկայից հետո չեմ սխալվում ժամանակավոր պաշտոնակատարը հիմա ուժը Հայաստանից է, էլի մարդ կա ոնց որ Հայաստան դաշինքից է ինքը միջև այդ ուրիշ տեղից է այդպես շատ խառնա պարոն Գրիգորյանը եթե չեմ սխալվում ԲՀԿ-ից եղել ու էլի վերադարձել է ԲՀԿ, չէ։
Ես չգիտեմ կուսակցական եղել է ԲՀԿ-ի թե չէ, բայց ամեն դեպքում էլի ԲՀԿ-ը հետո հանրապետական փու տենց էդի մի քիչ հասկանալի չի էլի, բայց փաստը գլոբալ առումով կայանում է նրանում, որ երբ որ մենք ասում ենք, որ բոլորը ըստ էության մեր քաղաքական մրցակիցները, որոնք որ հիմա համարվում են մեր հիմնական մրցակիցները, ըստ էության էլի նույն նախքին շրջանակն է, որոշակի ռոտացիաներով մի օր ես, մի օր այլ տեղ ես։ Շատ լավ, եւ այնուամենայնիվ վերադառնալով մեր բլից հարցմանը, մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Այսօրվա Հայաստանը, ինչպես նախապես հարցազրույցի ընթացքում ասեցի, մեծ հնարավորությունների երկիր է, մեծ հնարավորությունների պետություն է, որը որ պետք է հնարավորինս հավասարակշիռ, սրտորեն, քաղաքականապես այդ թվում նաև որ պետական առումով քաղաքականապես հասուն պետության նման իրագործել այդ հնարավորությունները, որոնք որ բերել են Հայաստանի Հանրապետության թե խաղաղություն, թե տնտեսական աճ, թե ինչպես ասեցի մեր քաղաքացիների, մեր ժողովրդի համար հնարավորինս բարեկեցություն եւ անվտանգություն։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը, որպես այդպեսին, այն է, որ փաստացի եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա բացարձակ մեծամասնություն եւ մենք չկարողանանք իրագործել մեր քաղաքական օրակարգը, որը որ մեր ժողովրդի պահանջն է հիմնական, այն էլ հաստատել խաղաղությունը այլ ավելի ինստիտուցիոնալ առումով, դա է հիմնական վտանգը, բայց դա այդ թվում նաեւ բան առումով, քաղաքական առումով էլ նաեւ պետական առումով կարելի ասես աննախադեպ բառը չեմ սիրում, բայց սա հենց հիմնական, այն ճակատագրական պահն է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից հնարավորինս մեծամասնությունը չպետք է մնա անմասն եւ գնա ընտրական տեղամաս եւ կատարի իր ընտրությունը։ Երբ ստանաք մեծամասնություն, առաջին որոշումը, որը բերելու եք ազգային ժողով։ Դեռ ոնց որ այդ ինձ անձնապես եք հարցնում որպես թմի անդամ, թե մեր թմին եք հարցնում։ Ձեզ որպես թիմի անդամ։ Ինձ որպես թմի անդամ ես բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ունեմ, որոնք որ հայտնի դեպքերից հետո մնացել են սեղանիս վրա, որին որ պատրաստվում եմ անդրադառնամ, այդ թվում նաև այս 1 տարվա ժամանակահատվածում, որը փաստացի ազգային ժողովի падգամավոր չեմ եղել, էլ այս ընթացքում աշխատել եմ, էլի շատ հետաքրքիր եւ կարեւոր օրենսդրական նախաձեռնություններ ունեմ, որոնք որ ապագայում պատրաստվում եմ բերել ազգային ժողով։ Երբ պարտվեք ընտրություններում, որ քայլի համար անձամբ ձեզ մեղավոր կճանաչեք։ Մենք ընտրություններում իհարկե նաև ելնելով քարոզարշավի ընթացքից եւ մեր քաղաքական փորձառությունից ելնելով բացառում ենք մեր պարտությունը, մեր խնդիրը հիմնականում այն է, որ մենք կարողանանք այդ 60+-ի շեմը հաղթահարենք, որտեղ այսպես թե այնպես կարծում եմ բոլորի համար է պարզ է, որ առաջի տեղով միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է անցնելու, բայց մենք նաև աշխատում ենք հետևողական եւ այդ 60+-ը ի վերջո վստահ եմ, որ այդ վստահությունը մեր քաղաքացիներից ստանալու ենք։ Դրա համար մի քիչ դժվար է խոսալ նրա մասին, ինչ որ տեղի չի ունեցել, որ տեղի ունենամ, կարծում եմ այդ ժամանակ տեղին կլինի այդ հարցը։ Ձեր ծրագրից որ կետն եք իրականում վստահ որ չի իրականացվելու, բայց հիմա ստիպված խոստանում եք։ Այնուամենայնիվ քաղաքական ծրագրերը որքանով որ գրվում են ներկայումս եւ գրվում են ապագայի համար, չի բացառվում, որ իրավիճակներ կարող են լինել, երբ որ դու քո ծրագրից որոշակի առումով շեղվես, առավել եւս, երբ որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի քարտեզի վրա մի հանրապետությունն չէ, միակ հանրապետությունը չէ, պետությունները բազմաթիվ են, պետությունների շահերը տարբեր են եւ լինում են պահեր, երբ որ անգամ դու քո ծրագրի մեջ կարող ես բան գրած ունենալ, բայց քեզանից որևիցե բան կախված չի լինի եւ մեր հիմնական անելիքը նա է, որ մենք չհասնենք այնպիսի պահերին, որ իրադարձությունների ժամանակ մեզանից որևիցե բան կախված չլինի եւ մենք որևիցե բան չկարողանանք անել։ Ով է այն գործիչը, նույնիսկ հակառակ ճամբարից, այսինքն ընդդիմադիր ումից ինչ որ բան եք սովորել։ Նույնիսկ ընդդիմադիրների մեջ չկա։ Իսկ որպես նախկին ընդդիմադիր։ Որպես նախկին ընդդիմադիր, օրինակ բավականին բան սովորել եմ ընթացքում, ես սովորել եմ ընթացքում, կարծում եմ, օրինակ քաղաքական կարամ տես տարբեր բաներ ասեմ, էլի, օրինակ քաղաքական տեքստի ընկալման տեսանկյունից, դասական քաղաքական տեքստի, օրինակ բաներ կա որոշակի առումով, քանի որ ժամանակին եղել եմ Հայ ազգային կոնգրեսից,
դաշինքից, բայց ոչ թե կուսակցությունից, որոշակի բաներ սովորել եմ Տեր-Պետրոսյանից, իհարկե որոշակի բաներ սովորել եմ Նիկոլ Փաշինյանից, բայց կան էլի այդ թվում ոչ հայաստանյան քաղաքական գործիչներ, որոնց որ հետևում ես եւ ես ընթացքում որոշակի բաներ սովորում ես իրանցից, բայց հիմնականում կարծում եմ ճիշտ է, որ մարդը նաեւ կարողանա սովորել իր սեփական սխալների հիման վրա։ Եթե 1 րոպե մենակ մնաք ընտրողի հետ, որ հարցն է, որ կվախենաք, որ ցես տալու են։ Եթե 1 րոպե մենակ մնաք ընտրողի հետ, որ հարցից կվախենաք ամենաշատը, որը ցես տալու է։ Չեմ կարծում, որ տենց հարց կլինի, որ կվախենամ, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ կան բաներ, որոնք որ անգամ մեղադրանք կարա լինի, որոշակի որը որ կլինի հիմնավոր եւ ըստ էության դա ոչ թե վախի խնդիրն է, այլ որ որոշակի առումով ստիպված լինես արդարանալ, որ թե այս մի սխալը սրա պատճառով է տեղի ունեցել, դա վախի խնդիր չի, մենք ամեն դեպքում ձգտում ենք հնարավորինս ընդհանրապես մենք ոնց որ հայրս տես բանում ենք, էլի ձգտում ենք միշտ կատարելությանը, բայց ի վերջո հավանաբար պետք է հասկանալ, ձգտել պետք է, բայց պետք է նաև հասկանալ, որ ի վերջո այդպես չի լինում, որ ամեն ինչ լինում է կատարյալ։ Շնորհակալություն, իսկ մենք կհանդիպենք նաև մյուս քաղաքական ուժերի հետ հասկանալու համար, ինչպիսի տեսլական են առաջարկում զարգացող Հայաստանի համար։